Անիի և Վարդանի հարսանիքը չէր փայլում ոսկով ու թանկարժեք քարերով, բայց այն լցված էր մի պարզ մարդկային ջերմությամբ, որը հաճախ պակասում է էլիտար խնջույքներին։ Հարսանիքը տեղի էր ունենում ծայրամասային մի փոքրիկ ռեստորանում, որն ավելի շատ հարմարեցված ճաշարանի էր նման։ Պարոն Հովսեփը, Անիի հայրը, ամբողջ կյանքում աշխատել էր որպես վարորդ եւ կոպեկ առ կոպեկ հավաքել այս գումարը, որպեսզի դստեր ճակատը բաց լիներ ազգու տակի մոտ։ Սեղաններին դրված խորովածը պատրաստել էին քեռիները, տոլման փաթաթել էին մորաքույրները, իսկ գինին Հովսեփի հայրական այգու բերքն էր։ Անին համեստ մյուսուցչուհի կրում էր վարձույթով վերցրած, բայց ճաշակով ընտրված գեստ։ Նա երջանիկ էր, բայց այդ երջանկության մեջ կար մի թաքնված անհանգստություն։ Նա նայում էր Վարդանին, իր ամուսնուն, ով նստած էր կողքին։ Վարդանը որբ էր, մեծացել էր առանց ծնողների, կյանքի դժվարությունները հաղթահարել էր միայնակ։ Հովսեփը սիրում էր նրան հարազատ որդու պես, միշտ գովելով նրա աշխատասիրությունն ու համեստությունը։ Աղջիկս ապահով ձեռքերում է, սա տղա չէ, սա ոսկի է, հաճախ էր կրկնում Հովսեփը։ Սակայն այդ երեկո Վարդանը ոսկի չէր։ Նա նման էր լարված զսպանակի։ Երբ Թամադան հայտարարում է հերթական կենացը մաղթելով 7 որդի եւ անամպ երկինք, Վարդանի դեմքի մկանները ձգվում էին։ Նա հազիվ էր ժպտում։ Նրա ճակատին անընդհատ քրտինք էր հայտնվում, թեև դահլիճում զով էր։ Ամեն անգամ, երբ Հովսեփը մոտենում էր նրան, գրկում ու ասում. «Տղաս, ես քեզ վստահում եմ իմ ամենաթանկ գանձը», Վարդանի աչքերում հայտնվում էր մի տարօրինակ փայլ, խառնուրդ ցավի, ատելության եւ խղճահարության։ Անիի մորաքույր Սիրանուշը, ով հայտնի էր երկկասկածամտությամբ, անընդհատ նայում էր փեսային։ «Աղջի», շշնջաց նա Անիի մորը, «էս տղեն, էն չի։ Տեսնում ես ոնց է դողում ձեռքը, երբ բաժակը բառնում է։ Կարծես ոչ թե հարսանիքի է, այլ դատավճռի։ Դե հուզված է Սիրանուշ, որբ տղա է, այսքան մարդու ուշադրությունից շփոթվել է», արդարացրեց մայրը, թեև ինքն իր էր նկատել Վարդանի տարօրինակ պահվածքը։ Վարդանը հաճախ էր դուրս գալիս մաքուր օդ շնչելու։ Ամեն անգամ դուրս գալիս նա նայում էր ժամացույցին։ Անին մի պահ բռնեց նրա ձեռքը սեղանի տակ։ «Վարդան, վատ ես զգում։ Գուցե գնանք»։ Վարդանը նայեց Անիին։ Այդ հայացքը Անին երբեք չէր մոռանա։ Դա սիրահարված տղամարդու հայացք չէր։ Դա հրաժեշտի հայացք էր։ «Ամեն ինչ լավ է, Անի ջան։ Պարզապես ամեն ինչ շատ արագ եղավ», պատասխանեց նա խուլ ձայնով։ Խնջույքն ավարտվեց կեսգիշերին։ Նրանք նստեցին Քավոր Գևարքի հին Տոյոտան։ Նրանք գնում էին ոչ թե շքեղ առանձնատուն, այլ ծայրամասում վարձակալած մի փոքրիկ բնակարար, որը պետք է դառնար նրանց տունը։ Ճանապարհին Վարդանը լուռ էր։ Մեքենայի մեջ լսվում էր միայն անիվների ձայնը։ Հանկարծ Վարդանը խնդրեց կանգնել շուրջօրյա խանութի մոտ։ «Ջուր վերցնեմ, կոկորդս չորացել է», ասաց նա եւ իջավ։ Նա ուշացավ։ 10 րոպե, 15, Անին սկսեց անհանգստանալ, բայց վերջապես Վարդանը եկավ։ Նա ջուր չէր գնել։ Նրա դեմքը մոխրագույն էր, ձեռքերը դողում էին, իսկ հայացքը սառը։ Նա ոչինչ չասաց, ուղղակի նստեց մեքենան։ Կարծես այդ 15 րոպեում նա վերջնական որոշում էր կայացրել։ Երբ հասան տուն, բնակարանը ցուրտ էր։ Նոր կյանքի սկիզբը պետք է ուրախ լիներ, բայց օդում կախված էր ծանր լռություն։ Վարդանը նույնիսկ կոստյումը չհանեց։ Նա անմիջապես շարժվեց դեպի լոգարան։ «Անի, ես պետք է լողանամ։ Ինձ վատ եմ զգում, սառը ջուր է պետք», ասաց նա, չնայելով կնոջ աչքերին։ «Օգնեմ քեզ», հարցրեց Անին։ «Ոչ», կտրուկ պատասխանեց նա եւ մտավ ներս։ Դուռը կողպվեց։ Անին մնաց ննջասենյակում։ Նա սկսեց հանել հարսանյաց զգեստի ամրակները, նայեց հայելուն մեջ։ Ինչու էր Վարդանն այսքան օտար։ Գուցե նա վախենում էր պատասխանատվությունից։ Լոգարանից լսվում էր ցնցուղի ձայնը։ Ջուրը հոսում էր ուժեղ շիթով։ Անցավ 20 րոպե։ Անին արդեն փոխվել էր, պատրաստել անկողինը, բայց Վարդանը դուրս չէր գալիս։ «Վարդան», կանչեց նա դռան հետևից, «քեզ լավ ես զգում»։ Պատասխան չկար, միայն ջուրը։ Անցավ եւս 10 րոպե։ Անհանգստությունը վերածվեց խուճապի։ Նա ականջը դրեց դռանը։ Ոչ մի շարժման ձայն, ոտնաձայն, շնչառություն, հազ, միայն ջուր, որը հարվածում էր դատարկ վաննային։ Անին վազեց դեպի հյուրասենյակ, որտեղ դրված էր Վարդանի բաճկոնը։ Նա հանեց նրա հեռախոսը եւ զանգեց։ Հեռախոսը զանգեց հենց իր ձեռքում։ Վարդանը թողել էր հեռախոսը։ Նա երբեք այդպես չէր անում։ Անին դողացող ձեռքերով հավաքեց հոր համարը։ «Պապ, արագ արի, Վարդանը լոգարանում է, դուռը չի բացում, ձայն չի հանում, վախենում եմ սիրտը վատ է»։ Պարոն Հովսեփը, Քավոր Գևորգը եւ մյուս հարազատները տաղ հասան ռեկորդային արագությամբ։
Հարևանները դուրս էին եկել լսելով աղմուկը։ Հովսեփը շնչակտուր լինելով հարվածեց լոգարանի դրանը։ «Վարդան տղաս, բաց դուռը»։ Լռություն։ Գևորգը ուժեղ հարվածով կոտրեց փականը։ Դուռը բացվեց։ Գոլորշին դուրս եկավ սենյակից։ Բոլորը քարացան։ Լոգարանը դատարկ էր։ Ցնցուղը ընկած էր հատակին, ջուրը հոսում էր ուղիղ դեպի ջրահեռացման անցքը։ Լոգարանին նեղ պատուհանը, որը նայում էր շենքի հետնամասի ավտոտնակների տանիքներին, լայն բացված էր։ Պատուհանագոգին դրոշնված էր տղամարդու կոշիկի ցեխոտ հետք։ «Փախել է», շշնջաց Գևորգը չհավատալով աչքերին։ «Ոնց թե, առաջին գիշերը, պատուհանով, անին ճչաց»։ Նա ցույց տվեց Հայելին։ Հայելու քրտնած մակերեսին օճառի կտորով հապշտապ ձեռագրով գրված էր մեկ բառ՝ ներքևում։ «Ի՞նչն է ներքևում», գոռաց Հովսեփը եւ վազեց դեպի աստիճանները։ Ամբողջ հարսանքավորները շփոթված ու վախեցած իջան բակ։ Շենքի հետնամասում հենց պատուհանի տակ դրված էր մի հին մաշված կապույտ մարզական պայուսակ։ Այն նույն պայուսակը, որը Վարդանը բերել էր իր հետ, ասելով, թե մեջը իր գործիքներն են։ Հովսեփը դողացող ձեռքերով բացեց պայուսակը։ Նա սպասում էր գտնել գողացված փողեր կամ ոսկի, բայց այնտեղ ուրիշ բան էր։ Պայուսակում կար հին լուսանկարների ալբոմ, մանկական խաղալիք եւ մի ծրար։ Հովսեփը վերցրեց ալբոմը։ Առաջին իսկ էջից նրա աչքերը մթնեցին։ Նա ծնկի իջավ թաց ասֆալտին։ Նկարներում երիտասարդ Հովսեփն էր, 30 տարի առաջ։ Նա գրկել էր մի շատ գեղեցիկ, բայց տխուր աչքերով աղջիկը։ Աղջիկը հղի էր։ Հաջորդ նկարում այդ աղջիկը արդեն մենակ գրկել էր նորածին տղայի։ Տղայի աչքերը ճիշտ Վարդանի աչքերն էին։ Անին ճչաց։ Նա ցույց տվեց Հայելին։ Հայելու քրտնած մակերեսին օճառի կտորով հապշտապ ձեռագրով գրված էր մեկ բառ՝ ներքևում։ «Ի՞նչն է ներքևում», գոռաց Հովսեփը եւ վազեց դեպի աստիճանները։ Ամբողջ հարսանքավորները շփոթված ու վախեցած իջան բակ։ Հովսեփ, դու բոլորին պատմում ես, թե ինչպիսի ազնիվ ու պատվով մարդ ես։ Դու հպարտանում ես, որ Անիին մեծացրել ես արքայադստեր պես, բայց դու մոռացել ես Սոֆիին։ Հիշում ես Սոֆիին, այն աղջիկան, ում սիրում էիր երիտասարդ ժամանակ, այն աղջիկան, ում խոստացար ամուսնանալ, բայց երբ ծնողներդ իմացան, որ նա որբ է ու աղքատ, ստիպեցին քեզ լքել նրան։ Դու լքեցիր նրան հղի վիճակում, վախենալով հորդ խոսքից։ Սոֆին մայրս էր։ Նա մահացավ տուբերկուլյոզից, խոնավ նկուղում, երբ ես 5 տարեկան էի։ Նա մինչև վերջին շունչը սպասում էր, որ դու կգաս, իսկ դու ամուսնացար, տուն սարքեցիր ու մոռացար նրան։ Ես մեծացա մանկատանը։ Իմ անունը Վարդան չէ, իմ անունը Տիգրան է, այն անունը, որը դու էիր ուզում դնել ինձ վրա, երբ դեռ սիրում էիր մորս։ Ես տարիներով փնտրեցի քեզ, ես մտա քո կյանք, դարձա քո սիրելի փեսան, որպեսզի նայեմ աչքերիդ ու հասկանամ, ունես արդյոք խիղճ։ Դու չունես, դու նույնիսկ չճանաչեցիր քո սեփական որդուն։ Ես պլանավորել էի ավելի դաժան վրեժ։ Ես ուզում էի ամուսնանալ Անիի հետ ու հետո ոչնչացնել քեզ։ Բայց Անին մեղավոր չէ, նա իմ քույրն է, իմ արյունը։ Ես չկարողացա դիպչել նրան։ Իմ խիղճը ի տարբերություն քոնի արթուն է։ Ես գնում եմ։ Ես քեզնից ոչինչ չտարա, բայց ես թողնում եմ քեզ այս խայտառակությունը։ Այսօրվանից բոլորը կիմանան, որ պատվով Հովսեփը քիչ էր մնում ամուսնացներ հարազատ քրոջն ու եղբորը։ Ապրիր դրանով, հայրիկ։